Ողջույն սիրելիներս, ինչպե՞ս եք, ես լավ եմ և իհարկե ինչպես միշտ, նույնը ձեզ եմ ցանկանում, հուսամ, որ դուք նույնպես լավ եք և շարունակեմ այսօրվա հիասքանչ վլոգս, այսօր գնում ենք Տաթև Ասատրյանի համերգին։ Նախորոք ասեմ, որ շատ բարձր տրամադրություն ունեմ և շատ լավն է տրամադրությունս, բայց մինչ այդ կխնդրեի դուք գրանցվեք իմ էջին, անպայման լայքեք, սեղմեք զանգակոճակին, գալոչկան էլ դնեք սև կոճակի վրա, որպեսզի անընդհատ ստանաք իմ էջի նորությունները ու շարունակենք իմ էջը, չմոռանաք էջիս անունը ներքևի աջ անկյունում գրված է լինելու, անպայման գրած է Նելիս Vlog։ Իսկ մինչ այդ ներկայացնում եմ իմ օրվա լուքը, ինչով որ ես դուրս եմ եկել, գնացել եմ համերգի և շարունակեմ նույնպես ճանապարհս այսպես կոչված ու շատ գեղեցիկ տեսարաններով, շատ հետաքրքիր հավեսով, կատակներով, զրույցով գնում ենք ուղղակի տաքսիի մեջ ցավոք սրտի երաժշտություն է միացրած և ինչպես միշտ օտար երաժշտությունը YouTube-ը բլոկում է և դրա պատճառով էլ ես չեմ կարողանում բնական ձայնով մեր կատակներով ասել խոսալով ձեզ ներկայացնեմ իմ տրամադրությունը, բայց ասեմ այն հիասքանչ է։ Ջան, մի հատ լուքս գնահատեք եմ, որ ասում եմ, տեսեք ինչպիսին եմ ես, ինչպես միշտ камера не передает, очень я красивая, очень модная, очень стильная, такая в юбочке, ой, колготки такого же цвета, как и кофточка, сапоги, сапожки мои. В общем, ժողովուրդ ջան, շատ սիրուն, գեղեցիկ, թարմ այսպիսի տեսք ունեմ։ Ահա։ Իրականում էլ ավելի գեղեցիկ է, քան թե հեռախոսը տալիս է ձեզ տեսնելու հնարավորություն։ Այսպես։ Մոդայիկ, հիմա այս կոֆտուշկաները մոդային, հետևից ինձ երկար, առաջը կարճ։ Իհարկե յուբկայի հետ, շալվարի հետ չի սազում բացարձակապես, մատս դուրս գալուց առաջ ինչպես միշտ ճղել եմ։ Մի խոսքով էդ էլ ես եմ։ Սրտիկներ ջան։ Հուսամ, որ պրիչոսկաց տեղն է, մազերս գույնը մոդայիկ է, ժամանակակից, էկրանի մեջ ինչպես միշտ խորոկուսի, հայելու մեջ շատ գեղեցիկ մի հատ տիկին, հավաքել եմ, քաշ եմ հավաքել, բայց որ ասեմ այնքան չաղեմ, որպես պետքա շատ չաղ Երևան չէ, խնդրեմ, այսքանն եմ, այսպիսին, ինչպես ենամ ձևերն ամ, որ պրամսես լավ սիրուն Երևան, մի խոսքով ժողովուրդ ջան, էկրանս մի գուցե։ Չէ երեխեք, սենց ավելի լավ էր։ Ասա դեմը նստած գյար գնում ես, թե չպետք է ասել։ Ուրեմն արդեն հասել ենք տեղ, հասել ենք CSKA Arena համերգա սրահը, այսպես կոչված, չնայած դա խոկեիստների զալ է, այդտեղ սառցադաշտ է եղել։ Համենայն դեպս համերգը Տաթև Ասատրյանի այդտեղ է կայանալու և մենք արդեն հասել ենք, այստեղ կիջնենք, գնում ենք դեպի CSKA Arena, տարածքը մի քիչ այլ ուղղությամբ է, ոտքով կանցնենք, երևում է հետիոտնային անցումները, գնում ենք այդ կողմը, գնանք, տեղավորվենք, տեսնենք ինչպիսին է, կշարունակեմ ձեզ ցուցադրել բոլոր ցուցադրումները։ Իհարկե ասեմ, որ շատ շուտ ենք եկել, ժամը 8-ին է համերգը սկսվելու, մենք եկել ենք ժամը արդեն 6-ն է, ժամը 4-ից տնից դուրս եկած ենք, դե մինչև հանդիպեցինք, մինչև հասանք, եկանք հասանք, մի խոսքով ժամը 6-ին տեղ հասանք, հիմա ինչ կա, այստեղ դիմացը մի հատ տեղ կար, մտանք այդտեղ մի քիչ տաքանայինք, պարզվեց, որ դա ընդհանրապես ուրիշ տեղ է, մեզ չվերաբերվող, համերգը դիմացի շենքում պետք է լիներ, ոչ թե այս շենքում, այստեղ մտել էինք սուրճ խմելու։ Երեխեք, ես չգիտեմ էսի ինչ ա։ Ձերքուն ասում ան, գիժը տարայգել ձերքուն ա։ Անասուն։ Люди добрые. Холод, конечно, но там у нас... Что у нас там? CSKA Arena большая, это ничего входа. Вел малая. Если пожарный, սաղ կանգնած են, սպասում ենք դրեցի վխոտ, որ մտնենք։ Իսկ հիմա արդեն ներսում ենք և իհարկե տեսեք ինչ եմ գտել գեղեցիկ աթոռների դասավորություն, ավելի ճիշտ գույների դասավորություն, որը ես եմ իրար կողքով դրել ու այսպես էլ
Այս գեղեցիկ պայուսակներն ուղղակի մեր գեղեցիկ խորհրդանշերից մեկն է, ինձ թվում է բոլորդ կհասկանաք ինչի մասին է խոսքը, օրը շատ պայծառ հագուստներով ենք գնացել, այսպես մուտքն է ման գալիս, նստենք որտեղ ինչ կա, համարակալված է, եկել ենք հասել ենք, հիմա շուտով կտեսնենք որտեղ պետք է մենք մտնենք, որ մուտքով պետք է մտնենք ավելի ճիշտ ու շարունակենք մեր գեղեցիկ վլոգը ձեզ հետ սիրելիներս։ Как красиво тут. Найк жовт. Нельзя? Да. Да. Я тоже из наших. Ահա եւ արդեն ներսում ենք։ Տեսնում եք զալը շատ գեղեցիկ է, մասշտաբային, մեծ մասշտաբի, ուղղակի չափից դուրս մեծ է մասշտաբները, իհարկե 16000 հոգանոց զալ է, ավելի ճիշտ դահլիճ է, չգիտեմ ոնց կանվանեք, այդպես բավականին շատ մարդ կա, տոմսերի մեծամասնությունը զգացվում է, որ վաճառված է, շատ քիչ դատարկ տեղեր են մնացել ու գնանք տեղավորվենք, սպասենք մեր սիրելի Տաթևիկին, չնայած որ սկզբից պետք է լինի խաղարկություն, ինչ որ ինքնաթիռի տոմսերի խաղարկություն է, չգիտեմ ինչեր է, այդպես Շիրակավիայի կողմից բոլորին, շատերին իրենց տոմսերի համարների հիման վրա խաղարկություն է արվում եւ տալիս է նվեր Շիրակավիայի կողմից, ինչ որ 1 տարի բոլոր ուղղություններով թռիչքի հնարավորություն։ Դիտենք այդ խաղարկությունը եւ սպասենք մեր շատ սիրելի Տաթևիկին։ Այստեղ Տաթևն արդեն հայտնվել է, բոլորին խնդրել է, որ լույսերը վառեն իրենց հեռախոսների, ներողություն Տաթևը չէ, այդ մեր հաղորդավարը խնդրեց, որ լույսերը վառենք ու սպասենք մեր սիրելի Տաթևին։ Ես ուղիղ եթեր միացա այսօր այստեղից, իհարկե լավ կլիներ, որ ունենայինք ոչ թե ուղիղ եթեր, այլ առանձին այսպիսի նկարահանումներ անեի տեղադրեի, ինչպես տեսնում եք էլ ավելի պարզ ու գեղեցիկ է երևում, կապը շատ վատն էր, ուղիղ եթերները մի քիչ շահված են մնացել, բայց ամենակարևորը, որ YouTube-ը ուղիղ եթերները չի բլոկել, քանի որ չկարողանայի բոլոր տարեի Հայաստան։ Սիրելիներս, ես ինչի տասնյակ ախր հարյուրավոր նամակներ եմ ստացել, որ այսօր շատ-շատերը եկել եք ձեր ծնունդը այստեղ նշելու։ Ես ուզում եմ հասկանալ ովքեր են այսօր, ինչ-որ առիթով եկել ես դահլիճ, ում ծննդյան բարեդարձն է։ Վաու, բավականին շատ։ Շնորհավորում եմ սիրելիներս բոլորին, ինչի համար որ եկել եք, ամենակարևորը ուզում եմ, որ առողջ լինեք, թող որ կյանք լինի բոլորի ընտանիքներում սեր, երջանկություն ամենակարևորը, եւ թող որ միշտ իմ գլխից անպակաս լինի։ Պայմանավորվեցիք։ Իսկ հիմա սիրելիներս, ամբողջ դահլիճով պարում ենք, գնացեք։ Ահ, երեք է ամեն օր ես հապաղում եմ նոր, ոցան եմ որ հագերա, սաղավ սիրտս վիրամոր, ահ, երեք է ամեն օր ես հապաղում եմ նոր, ոցան եմ որ հագերա, սիրտս վիրամոր, տեսան եղեց կուհի, սիրունի գացիկները, ինձ արդեն ճանաչում են երկում են իմ երկերը։ Օրն էլ ավարտվեց արդեն եւ համերգը եւ օրը մոտեցան իրենց տրամաբանական ավարտին,
տուն եմ գնում տաքսիի մեջ, ես մենակ եմ, հետիս ընկերները իրենց տուն են գնացել, ամենքն իրենց ուղղությամբ, ամենքս մեր ուղղությամբ, եւ այսքանով ուզում եմ ասել շնորհակալություն իմ շատ սիրելի հետևորդներ, ձեր սերը, ձեր հարգանքը, ձեր վերաբերմունքը իմ նկատմամբ, դա իմ համար շատ գնահատելի է, հիշեք, որ ամեն ինչ փոխադարձ է, ես ձեզ շատ եմ սիրում, հարգում, ընդունում, թե հարազատորեն, թե մտերմորեն, բոլորից շատ եմ հարգում, լավ եղեք, շնորհակալ եմ, որ միշտ իմ հետ եք։ Սիրելիներս, մեծագույն հարգանքով վլոգը շարունակեմ, այստեղ նոր օր է սկսվել, արդեն փետրվարի 11-ն է, ձավար եմ գնել եւ մածուն եմ գնել, շուտով սպաս կպատրաստենք, ինձ թվում է պատրաստման եղանակը իմ տեսակը ձեզ հետ կկիսվեմ, մայրիկիս իհարկե ռեցեպտով եմ պատրաստելու եւ իմ համար միշտ ավելի թանկ է այն ամենը, ինչ կապում է մայրիկիս հետ, հայկական ձավար եմ գնել հայկական խանութից, Սաներս բարձարկում եմ, միջալով կոչերը չի տականում, շատ լավն է, ինչա բրինձ եմ մի քիչ արիտանում, ոսպս խաշված պատրաստ է արդեն, տանեմ լվանամ մի անգամ էլ ու բերեմ լցնեմ բրինձի հետ։ Ինձ թվում է արդեն պարզ դարձավ, որ ոսպո բրինձով փլավ եմ պատրաստելու, փլավը կթողնեմ տնեցիները կուտեն, ես էլ իհարկե հաց կուտեմ ու դուրս կգամ, պետք է գնամ աշխատանքի, դեռ աշխատանքի եմ այսօր սիրելիներս։ Շատ սիրուն է։ Ես արդեն աշխատանքս ավարտել եմ, սա էլ մեր խոհանոցն է աշխատավայրում, սալոնի խոհանոցն է, այսօր մեր Նարինեին բարի ճանապարհ ենք ասում, մեր թարթիչների մասնագետին, գնում է Հայաստան, ուրախ տրամադրությունով է գնում, ինձ թվում է, թե հարսանիքի պետք է մասնակցի, ասենք իրեն բարի ճանապարհ ու շարունակենք մեր կյանքը, մեր գործը, մեր առօրյան, գնացինք, ես տուն եմ գնում, նայեք տեսեք ինչ նորից նույն չափի ձյուն է եկել, արդեն ահագին ժամանակ է ձյուն է գալիս, ձյուն է մաղվում, մեզ տոնածառն էլ դեռ չեն հավաքել շենքի ժողովուրդը այդպես լույսերով, մի խոսքով երեկոյան ուշ ժամ է, գնում ենք տուն, այսօր այսքանը սիրելիներս։